Հարցը հնչեց արդեն, ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին եւ ինչու։ Սա սովորական թեկուզ եւ ծանր թեկուզ եւ մասշտաբային, բայց սա սովորական հանցագործություն չէր, եթե սրա տակից հանում ենք քաղաքականությունը։ Ինչու դա տեղի ունեցավ։ Որովհետեւ Հայաստանը որպես պետություն զավթվել էր կազմակերպված քրեական խմբավորման կողմից եւ պետությունը վերածվել էր հանցագործությունների գործիքի։ Սերիական հանցագործությունների գործիքի, որոնցից մեկն էլ այո մարտի 1-ն էր։ Մարտի 1-ը միայն սպանություններ չէ, այլև հարյուրավոր վիրավորվածներ, հազարավոր բռնաճնշումների ենթարկվածներ։ Մարտի 1-ը նաև բռնաբարված Աղվան Հովսեփյանի կողմից հավաքական իրավաբանությունն է Հայաստանում։ Այլանդակված մինչև հիմա, որ դատաիրավական ռեֆորմը իշխանությունը գցել է ոտին։ Եվ արդյունքում մենք ստանում ենք այլանդակ որոշումներ դատարաններում։ Այս վնասը Հայաստանում դեռ հաղթահարված չէ։ Որն է չափանիշը, որ մենք պետք է համարենք, որ սեպտեմբերի 18-ի դատավճիռն իրականացված է։ Առանց դրա շատ հստակ քաղաքական մասի, իրավաքաղաքական մասի մենք չենք կարող արձանագրել, որ դատավճիռը կատարված է Հայաստանի Հանրապետության կողմից։ Նախ եւ առաջ այս դատավճիռը հիմք է քաղաքական լուստրացիայի համար։ Մարդկանց սպանել է պետությունը ըստ այս դատավճիռի։ Պետությունը ունեցել է իշխանություն, իշխանությունը ունեցել է գլուխ եւ ունեցել է քաղաքական ֆասադ, անձինս կուսակցությունների ՀՀԿ, ԲՀԿ դաշնակցություն, որոնց ներկայացուցիչները թող ներող լինեն ներկաները, ահա այստեղ նստած իշխանությունը իրենց կոչում է մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ։ 4 բառն էլ սուտ է։ Մերը չեն, հարգելի չեն, ընդդիմադիր չեն, այլ պետության թշնամիներ եւ գործընկերներ չեն։ Տարեք գցեք։ Անհրաժեշտ է, այ օրենք է անհրաժեշտ եւ այդ կուսակցությունները պետք է լուծարվեն։ Ի վերջո դրանով անցել են իսպանացիները, երբ ձերբազատվել են Ֆրանկոյի բռնապետությունից, պորտուգալացիները Սալազարից, հա։ Լեհաստանը եւ Բալթյան երկրները կոմունիստական բռնապետությունից։ Հայաստանն այնպես չի, որ նրանք ժողովրդավարությունից բան չեն հասկանում, իսկ այստեղ մեզ բացատրում են, թե չէ, դե կարող է ժողովրդավարական չի, այսպես չի, այնպես չի։ Օրակարգում նման հարց չունենք։ Ոչ, մենք ռումբի վրա ենք նստած մինչև հիմա եւ հենց ձեր ընդդիմադիր սիրելի գործընկերներն են ձեզ ռմբակոծում, մեր ներվերն էլ կայկայում ամեն օր։ Էլ չեմ ասում, քանի հատ տերորիստական խումբ է բռնվել ստեղ, որ գալիս է իրենց սիրելի երկրից, չէ՞, որի հետ նյութենական պետության մեջ մտնելու հարցը պատրաստ են քննարկելու։ Խնդրեմ, սա քաղաքականություն չի լինում։ Դրա համար էլ նրանք մարդ են սպանել եւ պատրաստ են մարդ սպանելու, եթե միայն թե հնարավորություն լինի ձեռնելու։ Ուրեմն, ռեզումեն հետեւյալն է. ժողովրդավարությունը բարիք է, բայց այն պետք է լինի բռունցքներով։ Ժողովրդավարություն նշանակում է ուժ, ժողովրդավարություն նշանակում է կարգ, ժողովրդավարություն չի նշանակում լղկած շիլաշփոթ մի վիճակ, երբ ամենտեղից վեր կացողը խելքին փչածը կվերկենա ու կասի ու անպատիժ ձևով։ Ուսել համարում եք ժողովրդավարություն, ամոթամոք։ Եվ ուրեմն, ի գործ մենք հետևելու ենք դեպքերի ընթացքին եւ մեր գնահատականներով երևի թե հնարավորություն կունենանք հասնել թե ինչ ենք մտածում այս ընթացքի մասին։ Բայց մարտի 1-ի էջը փակելը բոլորիս պատվի հարցն է։ Քաղաքացիների, պետության, իրավապահ մարմինների, դատախազության բոլորիս, ով իրեն համարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, շնորհակալ եմ ուշադրության համար։